Բարի գալուստ, մեր հյուրատուն, համեցեք։ Իջևանում զբոսաշրջությունը եւ մասնավորապես հյուրատնային բիզնեսը զարգացնելու նպատակով էր, որ Էմիլիան որոշեց իր տունը ձևափոխել, նորոգել ու բիզնեսով զբաղվել։ Հենց այդ բիզնես գաղափարով 2024-ին դիմեց Իմ քայլը հիմնադրամի հաջողակ կին գործարարից սկսնակ կին գործարարին նախագծին, ստացավ դրամաշնոր ու ամբողջացրեց իր բիզնեսը։ Ինձ համար սկզբում դժվար էր, գնում էինք փոքր քայլերով, սակայն դիմելով դրամաշնորի մենք ունեցանք ավելի հստակ քայլեր, ավելի մեծ ձեռքբերումներ մեր բիզնեսում։ Լիանա Մելքոնյանն էլ լորվա բնության պարգևներն է բիզնես գաղափարի վերածել, բնական խոտաբույսերի թեյագործության մեջ է մասնագիտացել։ Լիանան եւս Իմ քայլը հիմնադրամից դրամաշնոր ստացած 42 հաջողակ կանանցից է։ Լինելով բնությանը մոտ, ինձ փաթեթավորումն էլ հենց այստեղ է կատարվում եւ խոտաբույսերն են հավաքվում, չորացվում այստեղ, այնուհետեւ մի քանի խանութներում ունենք վաճառք եւ on-line տարբերակով է վաճառվում թեյերը։ Էմիլիան եւ Լիանան 42 հաջողակ կանանցից երկուսն են, որոնք Իմ քայլը հիմնադրամի եւ Հայաստանում Չինաստանի դեսպանության գործակցության արդյունքում մեկնեցին Պեկին, մասնակցելու միջազգային կրթական ծրագրի։ Ինձ զարմացրեց Չինաստանում չինացիների մաքրությունը, նրանց պատրաստակամությունը, աշխատասիրությունը, որը կարծում եմ մեր փոքր բիզնեսներում մի քիչ բացակայում է։ Սա իմ սերտիֆիկատն է, որը բերել եմ Չինաստանից։ Այստեղ մենք երկու մասնակիցներն ենք հիմնադրամի։ Հպարտությամբ բերել եմ եւ դրել եմ շատ կարեւոր անկյունում, քանի որ ունեմ հպարտություն ունենալ նման սերտիֆիկատ։ Տպավորությունները շատ մեծ են, կասեմ, որ բավականին խորը մշակութային ինքը երկիր է եւ հենց մշակույթ եւ туриզմ այդ թեմայով էր մեր այցը այնտեղ ճանաչողական եւ նորարարությունների վերաբերյալ։ Չինաստանը հայտնի է նաեւ իր թեյերով, հիմնականում կանաչ թեյերով եւ իրենց թեյախմության գեղեցիկ ավանդույթներով, որը որ ուսումնասիրելով ես բավականին նոր մտքեր արդեն գլխումս կան, որ կարելի է հետագայում իրագործել իմ թեյերի հետ կապված։ Չինաստանում անցկացրած 2 շաբաթում Էմիլիան ու Լիանան այցելեցին մի շարք նորարարական ու մշակութային կենտրոններ, ծանոթացան Չինաստանի առևտրի զարգացման լավագույն փորձին։ Արդեն Չինաստանում ստացած գիտելիքները գործընկերներին փոխանցելու ժամանակն է։ Իմ քայլը հիմնադրամի նախաձեռնությամբ նրանք հանդիպեցին ծրագրի շահառու շուրջ 30 հաջողակ կանանց հետ։ Հիմնադրամը չի սահմանափակվիր դրամաշնորհներ տալով։ Հիմնադրամը միշտ կհետևի իր շահառուներին, կհետևի բիզնեսի հաջողություններին կամ եթե ունեն խոչընդոտներ կամ մարտահրավերներ եւ կհետևի նույնիսկ շահառուների զարգացման ինքնագրթության, որովհետեւ հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթական բաղադրիչն է եւ ինքնագրթությունը։ Կրթական ծրագրին մասնակցած շահառուները սահիկաշար էին պատրաստել, ընկերներին ներկայացրին իրենց բոլոր այցելությունները, դասընթացները, տպավորությունները։ Այսպես ծրագրի մյուս շահառուները եւս կկարողանան չինական փորձը կիրառել իրենց բիզնեսներում։ Շատ լավ տպավորություն ունեմ, որ գնացել են, փորձի փոխանակում են արել, մի բան սովորել են ու շատ ուրախ եմ, որ մենք էլ կունենանք այդ հնարավորությունը, որ մենք էլ գնանք, մի բան սովորենք ու գանք մեր բիզնեսը աճացնենք։ Իսկ այդ հնարավորությունը մի խումբ եւս կունենա, քանի որ Իմ քայլը հիմնադրամը իր միջոցներով փորձի փոխանակման մեկ այլ ծրագիր է մեկնարկում։ Վերաբարձման դասընթացները եւ փոխանակման այցերը պիտի լինեն շարունակական։ Մենք նախադեсել ենք մեր շահառուները ուղարկել նորից թե Չինաստան, թե ուրիշ եվրոպական երկրներ, մասնակցելու տարբեր սեմինարների, workshop-ների։ Առաջիկայում մեծ խմբից նախադեсել ենք 12 կին նորից ուղարկել Չինաստան, համագործակցաբար All China Women Federation-ի հետ, որ ամենամեծ հիմնադրամն է Չինաստանում։ Հաջողակից սկսնակին ծրագիրը Իմ քայլը հիմնադրամը մեկնարկել է 2024-ին։ Հաջողակ կին գործարարից սկսնակ կին գործարարին նախագծի շահառուներն արդեն ստացել են դրամաշնորհները եւ ունեն կայացած բիզնեսներ։ Երկրորդ փուլը երիտասարդի երազանքն արդեն 25-ից 40 տարեկան տղամարդկանց համար էր։ Նրանք արդեն ավարտել են բիզնես պլանավորման եւ կառավարման դասընթացները։ Շուտով հիմնադրամը կսկսի ֆինանսավորումը։ Հիմնադրամը նախաձեռնել է նաեւ երրորդ փուլը՝ Ստեղծենք միասին, օգնելու են վերջին 5 տարում ամուսնացած, բայց դեռ երեխա չունեցող կամ մինչև 3 տարեկան մեկ երեխա ունեցող ընտանիքներին բիզնես հիմնել։ Մուշեղի Սախանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։